Եվ մենք պայմանավորվել ենք, որ այդ հանդիպումի այդ թվում պարոն Վարդան Սահակյանը, Հայաստանի տաքսիթարությունների գործատուների թվայնության նախագահը, Գևորգ Սուրյանը, քաղաքական դիրքորոշում, քաղաքացիական դիրքորոշում նախագահ և սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ձեզ կպատմեն հարման գեղպես այդ հանդիպման արդյունքներից։ Համեցեք, ով է սկսում ձեզնից, պարոն Դուստարյան դուք, համեցեք։ Ուրեմն հունվարի 6-ից նոր օրենք ուժի մեջ անցել, որի պահանջներն են, որ անհատ տաքսիստներ և տաքսիստերների ունենան հաշվիչ, միայն պահանջները ընդհանուր են, միայն հաշվիչ է արկայություննա և ամսական պետք է վճարեն Երևան քաղաքում 12,000 տրանսպորտուր, մարզերում 8,000 դրամ, գյուղերում 5,000 դրամ։ Ընդամենը պահանջը դա է։ Այս երկու օրը մենք տեսանք, որ շատ փոքր քանակ իհարկե, բայց բողոքյացիաներ եղավ Երևանում, Գյումրիում, Գյումրիում։ Նախ նշենք, որ դրանք իրոք շատ փոքր են, մեծամասնությունը դրանով կարող է համոզվել և վերացել նախարարություն այդ մեծ պատահանումից, իպեսներ դիմումների քանակը։ Երիշկան մարդիկ են արդեն դիմում տվել, մի մասը ստացել են, մի մասն ընթացքի մեջ ստանում են այդ լիցենզիաները։ Հիմա, անդրադառնանք այն հարցերին, ինչ-որ հնչյունների, ասենք, օգտականակ մասը, որ ասում էին, թե շատ քիչ են վաստակում, որը 3-4 հազար են չեն կարողանում վաստակել և հետևաբար ինչի վճարում է 12,000 դրամ։ Նախ, ասենք, որ եթե 3-4 հազար էլ այսօր չի կարողանում վաստակել, դա մեքենայով երթևեկություն այլես բավացնում։ Այսօր տաքսի ծառայությունները, տաքսի սերվիզները 4-ից 5,000 թափուր աշխատատեղ կա։ Եթե կարող եք այցելել մեր իրանք կարող են արդել մեր գրասենյակ, վարորդների մեծ մասը գիտես մեր հասարակական կազմակերպության գրասենյակ։ Մենք կարող տեղավորենք իրանց աշխատանքի, իրանք ոչ թե 3-4, այլ 5-6 հազար կամ ունեն։ Եվ թող չասեն, թե 24 ժամ են չկա, հիմա տես տաքսի ծառայություն չկա, հազվագյուտ մի երկու հատ կարող մնացածին։ Նորմալ պայմաններով կարող աշխատեն, եթե իրանք չեն կարողանում կլիենտ ունենալ, որ օրը 3-4 հազար էլ աշխատեն, հետևաբար վերջը բիզնես է, եթե այդ մինիմալ չափի երկու վար չես կարող աշխատես, ընտրեմ եք այդ գործի ընդունվեք, ապահոված է, 5-6 հազար օրը ունենալ։ Երկրորդին, հաշվիչների խնդիրը, 50,000 արժեն, այլ հաշվիչները այսօր, 50,000 ասում են, որ հաշվիչ չդնենք ինչի հաշվիչ։ Ամենակ դուք լրագրողները ինքներդ էլ օգտվում եք տաքսի։ Եթե ասենք տաքսի եթե տաքսին չունենա հաշվիչ, որով չափվում է ասենք կիլոմետր։ Նույնն որ ասենք վաղը մտնեք խանութ, խանութում ձեզ սպասարկեն առանց կշերքի։ Որևէ մեկ հետ կհամաձայնվի առանց կշերքի պանիր աշխատչափով դեն ձեզ պանիր։ Դες բանել նման չէ։ Այն էլ կիլոմետր պետք է չափի, ոնց կլինի առանց հաշվիչի։ Եվ մենք ուզենայինք դուք խոսում եք նրա մասին, որ ինչու են ակցիաները և ասում, դա իրենց խնդիր։ Դուք հանդիպել եք նախարարության հետ, պաշտոնյաների հետ, նախում հետ եք հանդիպել, ինչի մասին եղել եք քննարկումը, ինչ եք պնդել դուք, ինչ եք ասել նրան, ինչ հայտարարել եք եկել, եղել այսպես հանդիպել ենք փոխնախարարի հետ, պարոն Ավագելյանի հետ, նա ասեց, որ կառավարությունը այսօր ինքը պետք է անպայման իրավի, ուղղակի 15-20 օր հետո կսկսենք ստուգայցերը հետ երասացը, որպեսզի մարդկանց հնարավորություն տան, ասենք ստանան, բոլորը չասեն թե ժամանակ չտելու, ստանան ասենք լիցենզիաները, նոր 20 օրից մեր զուսեն վերահսկողություն, որ զգուշացնում են միայն, ասենք չեն տուգանում, անպայման իրանք սկսեն տուգանելու, քանի որ եթե չլինի ասենք օրինազանցներին տուգանելը, այն մարդիկ, որ արդեն ստացել են դիցնից, այդ հիաստապել են, հնարավոր չէ։ Պարոն Դուստարյան, հետել եմ հասկանում, ուղղակի խնդիրը հետևյալն է։ Բողոքի ակցիաները, որոնց մասին դուք խոսեցիք,
ինչ-որ պատճառներ ունեին, երևի կային ինչ-որ մարդիկ, որոնք ինչ-որ փաստարկներ ունեին այդ Հնչեցրեք, ինչ են հնչեցրեք։ Ես չգիտեմ, ես ընդհանրապես, եթե դու գնացել եք հանդիպել նախարարություն, կարծես իրենց անունից, իրենց շահերը պաշտպանելու համար, դուք պիտի իրենց ասեմ, մեր մոտեգորները ասում են, մենք վաղուց ենք սպասում, ասում են, որպեսզի նա ինչ առավելություն կտա այս օրենքի կետալը հենց տաքսիստներին, դե սպառողներին հասկանալի է, որ ասեն հաշվիչ կունենան, ասենք այդ մեքենաները, դա հասկանալի է, իսկ տաքսիստներին ինչ օգուտ կդասեն։ Այսօրվա օրով, եթե դուք ինքներդ ուսումնասիրեք դաշտը, կան տաքսիստների մի մասը ասենք մոտ 70%-ը, դրանք են մարդիկ են, որ ասենք իրանց տունը ամեն մենակ այդ գործում եք, տաքսի քշելով, առավոտից երեկո իրագործը միայն դա։ Այն մի 30%-ը, ունի ասենք մեկ ուրիշ գործ, ասենք աշխատանք, ասենք բժիշկար կամ ոստիկան կամ ինչը, մի հատ գործի բացի դրանից, մի հատ գործի գնալուց է իր մեքենայի վրա զնակը դնում, երկու պասաժիր ասենք, ինչը գործը սկսել նա, գործից հետո է, երկու ժամը գործից հետո է տաքսի։ Հիմա այս օրեն ես իշքան հարցրել եմ այն 30%-ին, որը ունի հիմնական գործի տերձել է այդ տաքսի ակշին, նրանք ասում են մենք չենք կա լիցենզավորվել, մեզ պետք չի, մենք բենզինի փող էինք անում, ասենք, մի երկու հատ քշելով որ եկան, չենք քշի աղբերեկի, դրա համար մեզ չարժի ոնց եկան ինչ-որ լիցենզիա դուր վճարենք, այդ 30%-ը դուրս անանալու դաշտի։ Հետևաբար ասենք, այդ 70%-ի գործը կարողանա ասենք, որ եմ 2000-3000-ի ավելի քշի։ Տաքսիստները դրանով են շարունակված, որ այս կարգավորումը լինի, որ ասենք 30% դուրս պակասի տաքսիստների քանակը, եւ վերահսկողության դեպքում էլ չեն հասկանում, պակաս չի ասած կամ չի ասած հասկացողություն։ Դրանով են շարունակված։ Շատ բան դուրսյան, ուզում եմ ավելացնել բաններ։ Իհարկե, այլապես այստեղ չի լինի։ Ուրեմն բողոքների ժամանակ բոլորը նկատել եք, բերվում են փաստարկներ, որոնք ընդհանրապես կապ չունեն լիցենզավորման կարգի հետ։ Օրինակ, կարմիր գծերի արկայություն, կամերաների արկայություն, տուգանքներ, ապայի արկայությունը, որոնք չգիտես ինչի տաքսիներին շատ դժվար են անում, անընդհատ բողոքային թանկ, որոնք ընդհանրապես կապ չունեն այսօրվա գործով ներդրվող օրենքի հետ, որը նշանակում է լիցենզավորել մեքենա տաքսի, այսինքն այդ մեքենան եթե անգամ տաքսի չի շահագործվում որպես, միևնույնն է նա տուգանվում է, միևնույնն է դա ապա է անում։ Միակ տարբերությունը, որ ապաներում տաքսիները մի քիչ թանկ են ապահովագրում, շատ դեպքերում անգամ նաև անօրինական։ Կան ապաներ ապահովագրական գործակալություններ, ովքեր շատ քիչ ավելի նորմալ պայմաններ են առաջարկում, բայց օրինակ կան ապահովագրական ընկերություններ, որոնք պահանջում են օրինակ տաքսի մեքենայի վրա ձևակերպել անսահմանափակ վարորդներ, որը ավելացնում է դրա ապահովագրության արժեքը, այն դեպքում, երբ որ պետությունը մեքենային տալիս է մեկ վարորդի համար ընդամենը լիցենզիա։ Այսինքն այդ մեկ վարորդը իրավունք չունի իր մեքենա տրամադրելու որևէ մեկին տաքսի ծառայություն իրականացնելու համար։ Իսկ ապահովագրական ընկերությունը պահանջում է, որ այդ մեքենայի վրա անսահմանափակ վարորդ գրանցել, որպեսզի արժեքը ավելանա։ Չեն անում 3 ամսից ավել, որտեղ մեկ տարով ավելի էժան է գալիս։ Նման խնդիրներ կան։ Այնպես չի, որ մենք ասում ենք, որ բոլոր բողոքները անհիմն են, բայց ուղղակի կապ չունեն տաքսի ծառայությունների լիցենզավորման հետ։ Ես որպես տաքսի ծառայությունների ասոցիացիայի նախագահ, ընկերությունների, մեծ ընկերությունների ասեմ, որ այս օրենքը առաջի հերթին հարված է տաքսի ծառայությունների թիկունքից, որտեղ հայտնվել են շատ անհավասար դաշտում տաքսի ընկերությունները եւ հանրապետ տաքսու վարորդները։ Առաջին հերթին հարկերի տուրքերի տեսակետից։ Օրինակ տաքսի ընկերությունները ամսական ամեն մի մեքենայի հաշվով վճարում են 30-ից 40,000 դրամ կախված վարորդի աշխատավարձի չափից, երբ որ մասնավոր տաքսիները տարեկան, եթե լիցենզիա գնեն, ամսական վճարում են Երևան քաղաքում 10,000 դրամ, եթե մեկ տարվա համար առնեն լիցենզիա։ Իսկ բացի դրանից տաքսի ծառայությունները նաև իրենց 4 մեքենայից ավել մեքենաների դեպքում վճարում են տարեկան 200,000 դրամ պետտուրք, պլյուս 4 մինչև 4 մեքենայի դեպքում 100,000 դրամ պետտուրք։ Այսինքն վճարումների տեսակետից բավականին 3-ից 4 անգամ անհավասար դաշտում են մրցում։ Այդքանով հանդերձ տաքսի ծառայությունները անգամ
սրանել են համաձայն, էլի այդքան բողոքի ցույցեր չեն անում, հաշվի առնելով, որ գոնե Դոստորյանի նշած են անօրինական մասսան, ովքեր որ ուղղակի կողքից աշխատանք են դիտարկում տաքսի ծառայությունը, գոնե դրանք արանքի դուրս կգան, ու տաքսի ծառայությունների եւ որակը եւ նաեւ Պարոն Սահակյան, դուք կանխեցիք հարցը, ինձ համար այնուամենայնիվ տարօրինակ է, ինչու անհավասար դաշտում տաքսի ծառայությունները, որպես ընկերություններ չեն բողոքում, ասեմ ձեզ մի քիչ ավելի ժողովրդական լեզվով ասեմ, որ բոլորիս համար պարզ դառնա։ Երբ որ մի մարդու անընդհատ ցավացնում է, մի տեսակ անզգայանում է մարդը ցավի նկատմամբ։ Տաքսի ծառայությունները լիցենզավորման առաջի կարգը 2006 թվականին մշակելուց եւ 7-ից կիրառելուց հետո բազմաթիվ անգամ են արդեն այսպես ճուժվել։ Առաջինը դա եղավ այն, երբ որ սկզբնական կարգի մեջ նախատեսված 10 տարվա սահմանափակումը մեքենաների վերացրեցին։ Սկզբում դա ծառայությունները դիտարկեցին որպես խելացի քայլ, որպեսզի երբ որակը բարձրանա, տաքսի ծառայությունների կլինեն նոր մեքենաներ եւ ամեն մի մարդ չի ներխուժի այդ դաշտը։ Ներդրումներ արեցին կամ գրավներ ներդրեցին, գումարներ վերցրեցին, դուք նկատել եք մինչև 2009 թվականը մեքենայական պարկը կատաստրոֆիկ փոխվեց տաքսի ծառայությունների։ Բոլորը ներդրեցին նոր մեքենաներ, դեռ վարկերը չփակած, այդ նույն ցույցերի արդյունքում վերացրեց այդ սահմանափակումը, մարդիկ կորցրեցին իրենց ունեցվածքը, տները, բանկերի վարկերը չկարողանալու պատճառով։ Ես ինքս բազմաթիվ անգամ դիմել եմ այն ժամանակ դեռևս բանկերի միությանը անգամ, որ գոնե մարդկանց վճարումները սառեցնեն 2-ից 3 ամսով, որ մարդը մի քիչ խելքի գա, այսպես կոպիտ ասած, ֆինանսի տեսակետից եւ կարողանա շարունակել այդ վարկերը փակել։ Փոխարենը ինչ ստացվում։ Տաքսի ծառայություններից դուրս եկան վարորդները աշխատանքից, որտեղ մեր ազգը շատ ժամանակ չի սիրում ուրիշի մոտ աշխատել, սիրում է ինքը իր համար աշխատել, վերցրեցին $2000-ից սկսած մինչև, չգիտեմ, 4-5 հազար $-անոց օգտագործված մեքենաներ, ես չեմ ուզում ասեմ, որ դրանք անորակ են, բայց այդ մեքենաները սկսեցին իրենց համար ծառայություն նախաձեռնել։ Ոչ մեկին չենթարկվելով։ Այսօր տաքսի ծառայություններում վակուում է առաջացել վարորդների տեսակետից։ 3-ից 4 հազար աշխատանքային տեղ կա թափուր։ Վարորդները չեն ուզում գնալ տաքսի ծառայությունում աշխատելու։ Ուզում են իրենց մեքենայով, իրենց սեփական մեքենայով, իրենց գլխի տերը լինեն, կոպիտ ասած, եւ ծառայությունը այդ ցածր աշխատավարձը հասնում է Դոստորյանը լավ նշեց։ Մինիմումը 4-ից 5 հազար դրամի, իսկ այն բողոքող մասը հրապարակում հայտարարում է, որ իրենք օրը 1000 դրամ են աշխատում ու չեն կարող դրա 400-ը վճարել պետությանը։ Այդ վարորդներին պատրաստ ենք եւ նաեւ տաքսի ծառայությունների ասոցիացիան, որը ես եմ առայժմ ղեկավարում, պատրաստ է այդ վարորդներին ընդունելու դիմումները եւ տեղավորելու տաքսի ծառայություններում աշխատանքի, ովքեր որ չեն կարողանում օրական 1000-2000 դրամ վաստակել։ Ես խոստանում եմ, որ հաստատ դրանից ավել կվաստակեն, պայմաններն շատ ավելի լավը կլինեն, քան թե մասնավոր տաքսի ապահովագրության մասով մի բան հստակեցնեմ, ուրեմն երբ որ պատահում են 3 ամիս կամ անսահմանափակ այլ նույնական է, բայց 1.4 գործակիցն է գոյություն ունի տաքսիների, քանի որ նրանք շատ են շահագործում, բնականաբար իսկականությունը բարձր է, 1.4 գործակից ի տարբերություն այո, 40% ստացվում սովորական մեքենայից, մեկ էլ մի բան եմ ցանկանում, կարմիր գծային եմ ցանկանում անդրադառնալ, որովհետեւ շատ է շահարկում այդ հարցը, Даже նույնիսկ նկատվում է որոշ կուսակցության լիդերների կողմից պոպուլիզմի համար սկսել են կարմիր գծերի հարցը։ Այն որ ասենք ցանկալի է որ մեծ մասը ասենք այդ կարմիր գծերի գնալի ստանալ քաղաքապետարանն է, դրա մասին ոչ համաձայն է, բայց այն որ ասում են թե տաքսիստները կարողանում են իր կարմիր գծերի դերը, ախր գոնե այդտեղ օգտվող հենց տաքսիստներն են։ Բացատրեմ թե ինչու այդպես պատկերացնում։ Հին վարորդի ովքեր ասեն ինչև ես կարմիր գծերը ասեն տաքսիների վարը։ Նրանք շատ լավ ես տեղեկացնում, որ ասեն մարդաշատերերում բոլոր տեղերում են կային այդ ստայանշիկները ասացները, իրանք ոնց է լիներ, որը 200 դրամ, ասենք երկու տեղ 100 դրամով ասենք գոնե այդ ստայանշիկին գումար տալիս է, որը 200 դրամ դուրս տալիս է ստայանշիկին։ Բացի դրանից, եթե գնում են միտեղ կանգնում էին, ասենք այդտեղ խանութ էր, խանութիները դուրս էր գալի, ասում էր խանութի տերմինի փակ,
Էլեկտրոնից մի խանգարել, կամ իր խանդի դեմից շնել, ստիպված որում դնում։ Երբ որ կարմիր գծերը մտան, էլ ոչ մեկ ոչ, եթե կարմիր գիծակ է գծած, ոչ մեկ ոչ կարող ասի, ես իմ խանութի դիմացնայից կամ ուզես ենքան եք կանես, իսկ եթե նույնիսկ եթե ամսեկանով իրանք եք վաստարամություն, որը 70 դրամ է, ոչ չեմ ասում տարեկան 40 դրամ, 35 դրամ գումար է գալիս, այսինքն այդտեղ տաքսի վարորդներ կարմիր գծերի մասում, շատ, եթե իրոք են 5 շողներ որ հասնեք, դա ձեզ հաստ է։ Սել են շահարկել է տար։ Ձեր տեսանկետը համեց։ Նախարարությունը ցանկանում է տեղեկանալ, քանի որ մեր միջոցով են, ասենք շատերը դիմում են լիցենզիան ստանալու։ Նախ իրանք տեսել են, որ բավականին մեր կազմակերպության կողմից հայտեր է ներկայացված, որպեսզի ստանան լիցենզիաները։ Ընդհանուր տրամադրություններն էր մեզ լիցենզիան իմանալ, թե ոնց է, որ եւ դες ասեմ, որ այո, մեծամասնություն են, որ մի 30 հոգի հավաքվում, իրոք դրանք տոկոս չեն կազմում։ Մեծամասնությունն է, որ այն մարդիկ, որ առավոտից երեկո են մենակ այդ գործով կաղուտացում, նրանք կողմ են ես է։ Կարող է դրան համոզել, երբ որ տենակ դիմում քանակը, թե իշքան դիմում կա, որ ստանան լիցենզիա։ Քանի հոգի են դիմակները, քանակ ասեցիք ունեք։ Ձեր կազմակերպության։ Միայն մեր կազմակերպությունը այսօր արդեն 260 հոգի է դիմել, նախարարությունը 800-ից ավել դիմում կա այս պահին։ Մենք 260-ից արդեն մոտ մի 120 ստացել ենք, մնացածները ես այդ 200-ից ենք ստանում, և մենք ամեն օր, օրեկան մոտ մի 40-50 դիմում ստանում ենք։ Երևանում այդ կները դրամատրությունների համաձայն չեն պատրաստվում որևէ ընդառաջինալ որևէ կերպ իրենց պահանջներին։ Նախարարությունը, բայց որ պահանջին, օրինակ, որ պահանջին ընդառաջին։ Պահանջին վերացնել առհասարակ կամ նույնիսկ 1000 դրամ իջեցնել, սահմանել ամսական վճարվող։ Ես ձեզ վստահեցնում, որ 1000 դրամ իջեցնեն, էլի բողոքել մասը։ Ուղղակի ես այն օրը նայում եմ հեռուստացույցով, թե ով է փոխնախարարի վիճում, ասում էր թե վիճակները շատ վատ է, խեղճ են, ընդհանրապես հարկ չվճարեն, հաշվի չտեղադրեն, այդ վիճակը բավականի հաղթանդամի տղա կա, որ հենց հրապարակից է տաքսի քշում, Վահագնն է շատ լավ ճանաչում, ձեր եմ շատ լավ ճանաչում, այդ Մարիոտ հյուրանոցի դիմացից նրա մոտ մինիմալ 1000 դրամից ասում։ Տուրիստների համար մինիմալը 3000 դրամից ասում։ Եվ այդ մարդը բողոքում էր, որ ինքը օրը 1000 դրամ փող չի աշխատում։ Վերջապես ձայնը հասած պարոնների։ Իսկ մեկ հարց է, եթե կարելի է։ Իսկ հաշվիչների այդ 50000 դրամը ով է վճարելու։ Ես կպատասխանեմ ձեզ։ Վարորդը, եթե մեքենան առել է $5000, 50000 էլ պետք է վճարի դրամ, հաշվիչ տեղադրի, այո։ Կշել խանութում, կշել ով է տեղադրում, սպառողի համար։ Խանութի տերը, չէ՞, այստեղ տաքսուտերը պետք է այդ հաշվիչը առնի։ Էլեկտրական հաշվիչը։ Չէ, հաշվառելով են դեղին համարանիշները, որ եղավ, հետո նորից փոխարինվեց սպիտակներով։ Դեղին համարանիշները սկզբից պարտադրեցին, հետո նորից փոխվեց, չէ՞, հնարավոր չի սա եւս։ Հաշվիչների արկայությունը կանոնակարգվում է շատ երկրություն բարոյ Պողոսյան, կանոնակարգվում է լրիվ ուրիշ օրենքով, դա տաքսիների օրենքի չի վերաբերվում, հարցը փոխադարձ հաշվարկների մասին է։ Երբ որ որևէ ապրանքի կամ ծառայության վաճառք կատարվում, որը չափման ենթակա է, այդտեղ առկա է մետրոլոգիկ սարք, չափման միջոց, որը անպայման որոշակի ժամանակահատվածում է ենթարկում աստուգաչափման։ Դրանք գազի, լույսի, ջրի, բոլոր տեսակի հաշվիչներն են, անգամ խանութի կշռքները։ Դրանք մետրոլոգիկ սարքեր են, որոնց պահանջ կա ամեն տեղ, որտեղ որ չափման առարկա գոյություն ունի, անպայման պետք է հաշվիչ դրանալ։ Դա տաքսու օրենքի համարյա կապել չունի։ Ուրիշ օրենքով է դա։ Պարողներին ձայն չի հասնում։ Ուրեմն անընդհատ հարցը տրվում է հետևյալի։ Ինչու՞ է դժգոհությունը այդ մարդկանց։ Ես փորձեմ հենց այդ կողմից սկսել։ Տաքսիստները նույնպես հալածված մարդիկ են, հալածված խաղեր։ Եվ դա ես չեմ ուզում հիմնավորել, որտեղ դա արդեն ակնհայտ է։ Բայց գոյությունն են կոնյունկտուր շահեր եւ հասարակական շահեր։ Հասարակական շահը ասում է առաջի հերթին անվտանգությունը։
անվտանգությունը եւ մեր առողջության եւ մեր գրպանը։ Երկուսն էլ չեն ապահովված։ Ես եթե նստում եմ տաքսի կամ դու, պետք է վստահ լինեմ ում մեքենան եմ նստում, որքանով օրինական է։ Անցել է այդ մարդը առողջության իր առողջության վիճակի զննում թե չէ, այդ մեքենան անցել է թե չէ, այդ ամեն ինչը անբաց է։ Խնդիրը սա է, մեր անվտանգությունը չի ապահովված։ Հիմա օրենքը փոխվում է անընդհատ եւ ենթահորիզոնական ակտերը։ Չունենք մեկ այդ վիճակը, որ լինենք վստահ։ Նույնը գրպանի առումով։ Ինչը նշանակում առանց հաշվի։ Դա աբսուրդ է։ Դա աբսուրդ է, ուստեղ քննարկելու հարց գոյություն չունի։ Իսկ քննարկելու հարցը հետևյալն է. ում հաշվին, ինչ միջոցներով, այսօրվա մեր հանդիպումը փոխնախարարել, հենց դրա վերաբերյալ էր։ Պետությունը խոստանում է, եւ ոչ միայն պետությունը, նաեւ մարդիկ կարող են 3 անգամվա, ոչ թե միանավակ վճարել եւ ձեռք բերել, այլ 3 անգամվա վերաբաշխել, կամ լիզինգով այլ եղանակներ գտնել, որ իրանց համար թանկ չնստի, այդ միանավակ գումարը 50,000 ամենաէժանն է, ավելի կատարյալները կան, ավելի թանկ։ Ուրեմն ես կարծում եմ, որ իրենք պետք է լինեն բավարարված, եթե այդ գումարը բաժանվի 3 մասի։ Կամ բաժանվի ամիսների վրա, տարբերակներ կան, ու դա մենք ստացել ենք այդ հավաստիացումը, որ կանի կառավարությունը, նախարարություն եւ կառավարություն։ Այդ քայլի կգնա, որպեսզի մարդիկ չտուժեն, միանգամից փոխտալը դժվար է, իսկ ամիսների վրա բաժանելով անհամեմատ հեշտ է։ Ուրեմն ես նորից եմ ուզում շեշտել, լիբերալացմանը ես կողմ եմ, մարդկանց իօգուտ պակասացնել դժվարությունները, տեղեկանքները, հաստատքներ, ձևաչափեր, այդ ամեն ինչը հեշտացնելուն ես կողմ եմ, բայց մենք հեշտացնել ենք հասցնելով աբսուրդի։ Եթե մեր առողջությունը վտանգված է, մեր կյանքը, ինչ հեշտացնելու մասին է խոսքը։ Իդեպ, ամենօրյա բուժզննումը վարորդի, միշտ եղել է եւ դա կարգավորվում է առողջապահության օրենսդրությամբ, ոչ թե մեքենաների, տաքսիների կամ տրանսպորտի։ Մարդը շատ վատ է, որ հանվել է, ես ենք կայել, ասում եմ, մենք պետք է ձգտենք դա վերականգնելու։ Հիմա օրենքը ապրող օրգանիզմ, միշտ է փոփոխման ենթակա։ Երբեմն պատահում է դեպի լավ, երբեմն այս կետերում իմ համոզում դեպի վատն է փոխվելիս։ Եթե մարդը աշխատում է տարբեր ասպարեզներում, մեկը վտանգավոր արտադրությունում, մեկը օդանավ է քշում, մյուս մեքենա է քշում, որի մեջ մարդկանց պատասխանատվություն, ամեն մեկը իր առանձնահատկությունն ունի, ու ընդհանրապես վերացնել այդ պատասխանատվությունը, մենք չենք կարող ընդունել։ Հիմա ես ուզում եմ վերջին անգամ նորից շեշտել, մեքենայի հաշվիչի առկայությունը պարտադիր է։ Եվ պարտադիր է այնպես, որ դա լինի տեսանելի, եւ ներսից եւ դրսից, ես պետք է իմանամ ինչ մեքենա եմ նստում, նա ունի այդ հաշվիչ թե չէ։ Ինձ համար, ինձ որպես ուղևորի, մեծ անհարմարություն է, ես պետք է հետևից նայեմ, դեմից նայեմ, ինչ-որ նշան պետք է կապուցրած լինի, որը տարբերում է օրինական մեքենան արյունականից։ Դա ստացվում է, որ ես եմ իրան սպասարկում, ոչ թե ինքը ինձ։ Մեքենայի արտաքինից կերևա դա օրինականը թե չէ։ Ձեր փոխարեն դա տեսուչներ եք անում, շուտով ես չեն փոխարինում։ Ձեր հարցի հետ կապված մեզ չի արտասպանել եք։ Ակումն ունենում կարգավորվել պատմուստը կտրոն ստանալու։ Տաքսիստը կտրոն չի տանալու։ Ինչպես արդեն այդ մասին խոսակցություն չի եղել և ընդհանրապես ինչպես է դուք տեսնում այդ խնդիրը։ Պատասխանեմ, ցավոք սրտի մենք դրան չենք հասել, որտեղ ավելի ակտուալ հարցեր կան, տաքսիստները բողոքում են իրանց եկամուտների առումով, մենք սպառողները բողոքում են մեր առումով։ Այս ավելի ակտուալ է, իհարկե, ծառայությունը առանց հաշվառման չի կարող լինել։ Եթե ես վճարեցի փող, ուրեմն նշանակում պետք է ֆիքսվի։ Եվ ես ունենամ այդ կտրոնը, եւ ֆիքսվի համակարգում։ Հիմա դեռ առաջ ցավոք սրտի մենք դրան չենք հասել։ Սա այն ցույց է տալիս, որ մենք հետ ենք մնում կյանքին։ Բայց այս տաքսի ծառայությունները տրամադրում են կտրոններ, ցանկության տեսնում, որ պահանջում են։ Այսինքն նախատեսված է, բայց մենք չենք տեսել։ Ես չեմ տեսել։ Բազմաթիվ տաքսի ծառայություններ
սպասարկում են կտրոններով, պայմանագրային հիմնարկների, եւ այդ կտրոնները տրամադրում են։ Եթե պահանջ կա կտրոնի, ես չգիտեմ, ֆիզանձի դեպքում արդեն ոնց կկարգավորվի այդ բանը, որտեղ հիմա թույլ են տվել առանց անհատ ձեռներից գրանցելու տաքսի վարել, այսինքն ֆիզիկական անձն է դա բանը, դա նույն բանն է, ինչ որ թույլատրվել կոշկակարներին, համակարգիչների սահմանված է, օրենքում չկա։ Բայց տաքսի ծառայությունները, ընկերությունները, կտրոնները տրամադրել մինիմալ պահանջներով դաշտը կարգավորեն, դրա համար ենք ասում, որ այս օրենքը որ կա, Даже պահանջները պլենդուզից ներքև է իջացված, ստեղծեց ամենամինիմալն է։ Շատ լավ, ես ես պիտի Արստանի մեջ կա, որևէ հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է տաքսիստների շահերը, որը համամիտ չէ ձեր դիրքորոշմանը եւ նա պաշտպանում է այս ընդվզումները։ Եթե կա ավելի լավ։ Ես նշեմ մեկ կազմակերպություն կա, կոչվում է ավտովարորդների պաշտպանության լիգա, իրանք այսօր ցույց են կազմակերպում բողոք, հաջորդ րոպեից փողով լիցենզավորում։ Ես տեղը կարող եմ նշել, գնացեք Երևանի թանգարանի հարևանությամբ, եւ որ իրանք գոռում են թե 50,000 դրամ աշխիճի համար թանգարան, իրանք պատանին գովազդը կապած 55,000 աշխիճ։ Իրանք ստեղ բողոքում են, որտեղ բողոք ծառայություն են անում։ Դուք եք իմաստուն եք ձեր կազմակերպությունների նրանց Արդեն մենք փորձել ենք ազատ գործում վիճաբանություն ստեղծել իմամաշտ տահաճ աբսուրդի հասնող բաներ են դրանք։ Ես էլ եմ կրկնում 5% բողոքող մասը միշտ բողոքելու է։ Անկախ նրանից պայմանները ինչքան են մեջտացել։ Ես ողջունում եմ ձեր հարցադրում հասարակության մեջ չի կարող լինել մի տեղը, պետք է լինեն տարբեր կարծիքներ։ Եվ վաղուց է ասված, ինչու են ասում, մի խելքը լավ է, երկուսը ավելի լավ։ Ոչ թե նրա համար, որ երկուսը մեկից շատ է, երկուսը տարբեր են։ Թող լինի, դա շատ լավ է։ Պարզապես ձեր նախորդ հարցին է ՀԴՄ-ով հաշվառելու։ Ես նորից եմ ուզում շեշտել, պետության մեջ շրջանառվող փողը, եթե ոչ միտեղ չի ֆեքսում, չի անդրադառնում բյուջեի վրա, այդքանով մենք պակաս կստանանք թոշակ, աշխատավարձ, մեր զինվորներ այդքանով հաստատագրված վճար են վճարում։ Ես հասկանում եմ, փողը կոնկրետ ես քեզ եմ վճարել, ուզում եմ իմանամ դա ֆիքսվեց թե չէ։ Դա դի խոսքով։ Եվ պարոն Ալավերդյանը ֆինանսների փոխնախարար, այդպիսի մի զավեշտալի բան ասել, ասում եմ մենք Գերմանիայում տաքսի փողը վճարեցինք դուրս եկանք, չվերցրեցինք կտրոնը, վարորդը եկավ հետևներիցս վազեց, մտցրեց կտրոնը գրպանս ու պատրեցին գրպանը չղանությունից, թե դու ինձ վիրավորում ես, դու այդ կտրոնը որ չես վերցրել։ Մենք պիտի հասնենք դրան, որ դա իհարկե ծայրահեղ դեպքն է, բայց պիտի հասնենք նրան, որ այդ ամեն ինչ լինի օրինական։ Եվ իմ առողջությունը, եւ իմ հարմարավետությունը, եւ իմ փողի վստահությունը, եւ կտրոնը, եւ ամեն ինչ։ Եթե հարցեր չկան, Եթե ես ձեր հարցին պատասխանում եմ դեպքում, ուրեմն ոլորտը իհարկե այս մինիմալ պահանջներով հնարավոր չի կարգավորել, բայց դուք ինքներս պատկերացրեք, եթե դրվել է ընդամենը 2 պահանջ ունենալ հաշվի չստուգաչափված, որը կիլոմետրի արժեք է, ճիշտ է ցույց տալի, անգամ գները կարգավորված չեն պետության կողմից։ Ասում են, ինչ ուզում եք վարեք, բայց մեքենայի կողային մասում ցույց տվեք ձեր գները։ Մեկ, երկրորդ ասում են, պետք է դիմես թղթերով նախարարություն, վճարես ամսական 12,000 դրամ լիցենզիա ստանալու համար։ Եվ պատկերացրեք, եթե բազմաթիվ պահանջները, որ այստեղ նշվեցին, լուրջ զննում, տեղ զննում, վարորդի հատուկ քննություն, պատկերացրեք, որ ինքը տաքսու վարորդի իրավունք ունենա աշխատել։ Այդ բոլորը եթե դրվել այսօր հաղթար, բողոքների մասը պատկերացրեք, որ ինչքան է դեպի։ Դրա համար պետք է անել հերթականությամբ, սկզբից լիցենզիաները մինիմալ պայմաններով, հետո միգուցե նաև մաղել։ Հետո ավելացնել պայմանները, ովքեր կդիմանան արդեն այդ մրցակցությանը, կմնան դաշտում, եթե չեն դիմանա, արդեն որը բողոքելու բան չեն ունենա, որտեղ կխախտեն ու լիցենզիայից կզրկվեն, հաջորդ անգամ լիցենզիա չստանալու պայմանները։ Սկզբից պետք է անել առաջին փուլը, խիստ դնել լիցենզավորման հարցը, որ բոլորը գան օրինական դաշտ։ Հետո արդեն մենք միգուցե միասին քննարկենք,
ինչն է անհարմար սպառողի տեսակետից, ինչն է անհարմար ծառայություն մատուցողի եւ պետության տեսակետից եւ նաեւ կամաց զտել բերել հասցնել այն վիճակին, որ մեր մոտ օրինակ տուրիստը Հայաստան գալուց առաջինը չհանդիպի կներեք արտահայտությունից, բայց